Բարև ձեզ սիրելի ընկերներ, այսօր նորից մեր տաղավարում ենք Բամբասանքի խորոված հաղորդաշարի շրջանակներում եւ այսօր իմ հյուրն է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Կարեն ջան։ Լուսինե ջան, ես ուզում եմ ձեզ մի հատ շատ հետաքրքրող ինձ հարց տալ։ Իրականում ես տեսել եմ, որ Հայաստանի էջում է դա գրված մեր կարգախոսը Hayden Armenia, Hayden Truck ուզում եմ հասկանամ ինչու Hayden Truck եւ ինչով է բացատրվում այդ կարգախոսը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության մեջ Ինչպես տեսնում եմ դուք լավ եք պատրաստվել մեր ոդքասթին եւ շատ ուսումնասիրել եմ միանգամից դժվար հարցեր եք տալիս Ուզում եմ ասել, որ իր գաղափարախոսությունը Հայաստանը որպես թաքնված գանձ, այսինքն նոր բացահայտումներ Թաքնված երաս Գտնված Ասական ուժը թաքնված Որպեսզի գալ եւ բացահայտել Հայաստանը նորովի իր մեջ կրում է այս տրամաբանությունը եւ նաեւ եթե նայեք բրենդինգին, այնտեղ քայլար շավորդ կամ ալպինիստ կամ այսպես ակտիվ արկածային զբոսաշրջությամբ զբաղվող մարդու կերպարն է, որը սարերն է բարձրանում եւ ինքը ասոցացնում է Հայաստանը այո բացահայտելու հետ սա է թերևս տրամաբանությունը եւ հատուկ այդ տառաչափը, տառաձևը ստեղծված է այդ բրենդինգի համար Իսկ ոնց եք մտածում, ես ինչքան գիտեմ, որ դուք պաշտոնի եք, պաշտոնը ստանձել եք, այդ կարգախոսը եղել է։ Այո։ Ոնց եք տեսնում, պետք է փոխել կամ Հայաստանը ուրիշ կերպ դիրքավորել, որ մարդկանց համար ոչ թե չբացահայտված լինի, այլ միգուցե ուրիշ բան այն մարդուն, որը Հայաստան չեկե, ուրիշ բան ներկայացնենք։ Երևի թե երկու մասով կպատասխանեմ այս հարցին Առաջինը որպես պետական պաշտոնյա ասեմ որ հիմա մեր նոր ռազմավարությունը 2026-2030 թվականների գտնվում է կառավարությունում եւ մենք սպասում ենք վարչապետի հաստատմանը որպեսզի գնանք եւ ներկայացնենք կամ ինչպես ասում են պաշտպանենք մեր դիրքորոշումը որտեղ առաջնային Այսինքն ճիշտ հարց բարձրացրեցի, այսինքն ընթացքի մեջ է Շատ այո ակտուալ հարց է առաջին 3 տեղերում են պատմամշակութային գաստրո, որը ներառում է նաև էնոտուրիզմը, եւ երրորդը արկածային զբոսաշրջությունը, որոնք մեր 3 արագ զարգացող ուղղություններն են զբոսաշրջության մեջ, այսպես ասած ռազմավարական ուղղությունները։ Եվ ելնելով դրանից թերևս կարող ենք դիտարկել հետագայում նաև 2 արագ զարգացող ուղղություններ ունենք, բժշկական զբոսաշրջությունը եւ էկոտուրիզմը կամ ագրոտուրիզմը, գյուղական զբոսաշրջությունը Ելնելով այս արդեն հիմնարար եւ նոր զարգացող ուղղություններից միգուցե եւ դիտարկենք թե Հայաստան ուր է գնում եւ միգուցե պետք է նոր բրենդինգ եւ հարցի երկրորդ մասը պատասխանեմ որպես քաղաքացի Լուսինե Գևորգյան Չնայած որ մենք այս տարի Բեռլինում շահել ենք լավագույն արկածային ուղղություն 2025 մրցանակը ITB Բեռլինի Բոլորը շնորհավորում եմ այդ կապակցությամբ Շնորհակալություն եւ արկածային զբոսաշրջությունը մեր ուղղություններից մեկն է ինչպես նշեցի բայց հենց նոր ռազմավարությամբ մենք Հայաստանը դիտարկում ենք ավելի կայուն զբոսաշրջության եւ վճարունակ զբոսաշրջիկի մենք չենք նայում Հայաստանը որպես մաս туриզմի երկիր, մենք չենք ուզում շատ արագ ընդունել 5 միլիոն զբոսաշրջիկ, ակնկալում ենք 3 միլիոն զբոսաշրջիկ, որոնք ավելի վճարունակ են։ Այսինքն չեկը բարձրացնում ենք, էլի ռեստորաններում էլ։ Այո, հա, եւ շեշտը ավելի շատ դնում ենք luxury туриզմի վրա, վճարունակ, գիտակից туриստի վրա, որտեղ մենք ունենք փոքր երկիր եւ փխրուն բնություն, մենք չենք կարող պաշտպանել այդ մաս туриզմից մեր բնությունը եւ պատմամշակութային արժեքները, եթե միլիոնավոր զբոսաշրջիկներ այցելեն այդ վայրերը։ Դրա համար ես որպես Լուսինե Գևորգյան, այո, կարծում եմ, որ թերևս վերանայման կարիք կլինի։ Իսկ դուք նշեցիք, որ Հայաստանի զարգացման, զբոսաշրջության զարգացման համար կան մի քանի ուղղություններ, էկոտուրիզմը նշեցիք, արկածախնդրային, հա, արկածային, հա։ Արկածախնդրայինը միայն օդանավականի տաքսիստներն են։
Իրականում զբոսաշրջության վրա շատ մեծ ազդեցություն ունի տաքսիստների վերաբերմունքը եւ ես կարծում եմ այդ առումով մեծ գործ է պետք անել։ Իսկ ինչ կա այ նոր ուղղություններ, որը որ կարա ակտուալ լինի Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը հետագայում։ Այ դուք նշեցիք բժշկությունը, դուք նշեցիք էկոտուրիզմը, օրինակ գաստրոտուրիզմը կարա լինի օրինակ իմ մտքով անցել է, ասենք շատ զարգացած է աշխարհում պալոմնիչիստվը, հա, ոնց հայերեն կրոնական, քանի որ մենք առաջի պետությունն ենք, հա, որը ընդունել են կրոնը, քրիստոնեությունը, միգուցե պետք է այդ ճյուղը զարգացնել, որտեղ ես գիտեմ, որ շատ զբոսաշրջիկներ գնում են տարբեր, չգիտեմ, Տիբետ, տարբեր երկրներ, որտեղ կա ուխտագնացություն ու տենց ուղղություն կա զարգացած, եւ այս մասով, քանի որ մենք կրոնի հետ տենց մեծ պատմություն ունենք, միգուցե այդ ուղղությունն էլ է պետք զարգացնել։ Ոնց եք մտածում։ Շատ հետաքրքիր հարց է եւ հատկապես այս մասով մենք նոր համագործակցություն ունենք Միացյալ Նահանգներից արդեն հետաքրքրություն ներկայացնող զբոսաշրջային օպերատորների հետ։ Գիտեք, որ նոր կառավարությունը շատ ավելի մեծ իր արժեքների մեջ նաև կրոնն է ներառված եւ հիմա կրոնական զբոսաշրջություն նաև Միացյալ Նահանգներում է նոր թափ ստանում։ Այո, եւ ունենք արդեն համագործակցության առաջարկներ եւ ինչու՞ չէ ունենք նաեւ պատրաստի ապրանքներ զբոսաշրջության, օրեր առաջ Վրաստանում էի Թբիլիսիում եւ այնտեղ զբոսաշրջության ստանդարտների վերաբերյալ ֆորումի էինք մասնակցում եւ Թայլանդից զբոսաշրջության մի փորձագետ կար, որը մեզ եւ վրացիներին մեղադրեց, այսպես ճակերտների մեջ, որ մեր տուրօպերատորները զբոսաշրջիկներին տանում են միայն եկեղեցիներ։ Հա, ասեց, որ եւ երկրորդը ասեց իհարկե չեմ կարող չխոսել ռեստորանների մասին, ասեց իհարկե ամեն ինչ շատ համեղ է, ուտելիքները շատ գովեց, բայց զբոսաշրջային ապրանքները փնովեց։ Եվ ասեց երկրորդ օրը ասեց ես արդեն հոգնել էի, որովհետեւ ձեզ համար է հետաքրքիր, դուք հասկանում եք տարբերությունը եկեղեցիների, թե որը ինչի մասին է, որ դարի է եւ որ թակավորն է կառուցել, բայց մեզ համար միջազգային զբոսաշրջիկի համար խորհուրդ տվեց այլ ապրանքներ կիրառել։ Մի քանի ապրանքներ, որը որ ակտուալ է Հայաստանի համար, պետքա զարգացնել, եթե այդ ուղղությունները PR անել կամ գովազդել աշխարհով մեկ, որպեսզի զբոսաշրջիկները տարբեր ուղղությունների համար գան Հայաստան, ոչ թե մի ուղղության, ասենք գաստրոն, հա, համովա գնացինք Հայաստան, ու Հայաստանը դառնա մեծ ռեստորան։ Իսկ օրինակ այ գովազդի հետ կապված, հա, կա տարբեր այսօր տարբեր գործիքներ, ինչպես գովազդել էս ամեն ինչը, կա, չգիտեմ, տարբեր հարթակներ կա, Facebook, Instagram, միգուցե TripAdvisor, այ օրինակ այսօր զբոսաշրջության կոմիտեն, հա, ինչ գործիքներ է օգտագործում PR անելու, արդյոք կա հետաքրքիր պլատֆորմա կամ ստեղծվում է ինչ-որ պլատֆորմա, որի վրա կարելի է կառուցել այդ ամեն ինչը եւ ավելի լսելի դարձնել Հայաստանը աշխարհին։ Մենք ունենք երկու պաշտոնական հարթակ Instagram-ում, առաջին ամենամեծ լսարան ունեցողը armenia.travel հարթակն է, մեր պաշտոնական էջը, եւ հենց զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջը իհարկե ունենք, մենք կիրառում ենք ամբողջ գործիքակազմը թվային մարքեթինգի եւ սոցիալական հարթակները եւ միջազգային հեղինակավոր բարբերականների հետ, օրինակ օրեր առաջ Forbes-ը հրապարակեց 50 էջանոց այդ նյութը Հայաստանի մասին, մենք Forbes-ի լրագրողներին շատ ողջունելի է, շատ շնորհակալություն հյուրընկալել էինք Երևանում գինու օրերին եւ այցելեցինք շատ հայտնի ռեստորաններ, այդ թվում ձեր գործունեության ձեր ցանցի մեջ գտնվող ռեստորաններից մեկը եւ նրանք այցելեցին մեր համարյա բոլոր մարզերը մեկ շաբաթ 8 օր։ Նրանք Հայաստանը բացահայտում էին բոլոր ուղղություններով եւ պետական, որովհետեւ մի քանի նախարարների անգամ քաղաքապետի հետ հարցազրույց ունեցան եւ մասնավոր գինեգործաններ, ռեստորաններ, տուրօպերատորներ, բժշկական
քաղաքական զբոսաշրջություն, այս ամբողջ սպեկտրը մենք անում ենք եւ շատ հաճախ մեզ հարց են տալիս, ինչու օրինակ Euronews-ով կամ CNN-ով մենք տեսնում ենք Ադրբեջանի գովազդը, Վրաստանի գովազդը եւ չենք տեսնում Հայաստանի գովազդը։ Սա ունի մեկ բարձ պատասխան, որովհետեւ Հայաստանի գովազդը մենք Հայաստանում չենք միացնում։ Այդ գովազդի համար, որ մենք վճարում ենք, դա աշխատում է այդ երկրներում օրինակ BBC-ի հետ անցած տարի The Rising Star Այսինքն թիրախը target-ը վերցնում ենք ոչ Հայաստանը, այլ ավելի դուրս։ Որովհետև ինքը բավականին թանկ հաճույք է եւ մենք անցած տարի BBC-ում վճարել ենք 18 անգամ նույն գովազդը միացնելու համար եւ բավական կլորիկ բյուջե ենք փոխանցել։ Սա մեր գովազդի վերաբերյալ, ինչպես նաեւ այն բոլոր էքսպոները, որ մենք մասնակցում ենք, ֆիզիկապես Հայաստանը այս տարի մասնակցել է 5 էքսպոյի եւ դեռ հələ կգնանք Լոնդոն եւ կգնանք Քաթար առաջին անգամ Հայաստանը տանում ենք Քաթար։ Մենք մայիսին Քաթարում արեցինք country presentation, երկրի ներկայացում եւ մեզ Visit Qatar հայտնի զբոսաշրջային պետական իրենց ընկերությունը հրավիրեց եւ անգամ անվճար տաղավարում անվճար հատված է տվել, որ մենք առաջին անգամ ներկայացնենք Հայաստան եւ մենք օգտվում ենք այդ հնարավորությունից։ Իհարկե իրենց տվածը փոքր է, մենք այն 10 անգամ մեծացնում ենք, բայց ոնց որ խթան հանդիսացավ, որ մենք գնանք եւ հենց տեղում էլ մեր հետ գալիս են զբոսաշրջային օպերատորներ, հյուրանոցներ, ռեստորաններ, հենց այնտեղ իրանք կապեր են հաստատում, նոր պայմանագրեր են ստորագրում, այսինքն նաև օֆլայն ռեժիմով է զբոսաշրջության կոմիտեն աջակցում։ Դե մի հատ հարթակել կա, օրինակ ես շատ ընդունված է դա ռեստորանային բիզնեսն, ընդհանրապես մարքեթինգի մեջ ասենց հասկացող կան սարաֆանային ռադիո, որը որ թվում է թե անվճար է, տենց գովազդ չէ, էլի որ վճարես գովազդ դրան, բայց սարաֆանային ռադիոն ամենալավն է։ Այսինքն եթե մենք կարծում եմ կոմիտեն գտնի խոսքի առաջատարներն, դրանք կարող են լինեն հայտնի մարդիկ, գիդեր, որոնք գալիս են էքսպերտներ, ու Հայաստանի մասին տպավորված գնան ու ցույց տան, որ Հայաստանը իրականում, չգիտեմ, իրանց հարթակներում ցույց տան, որ Հայաստանը իրականում այս տիպի երկիր է, ինձ թվում է դա էլ է ինչ որ գործիքա կազմ։ Ես ինքս, որ ասենք զբոսաշրջիկները գալիս են, անկախ նրանից ես այդ մարդուն ճանաչում թե չեմ, ինչ որ մի բան են հարցնում, մաքսիմալ ուզում եմ օգտակար լինեմ, ինչ որ մի բանով օգնեմ, որպեսզի տպավորված մարդիկ գնան։ Ամեն մի խոսքը ինձ թվում է այդ տպավորություններով էլ գնում են։ Օրինակ, ունեք տենց ինչ որ վերլուծություն, թե Հայաստանի զբոսաշրջիկները ինչ տպավորություններ ունեն, օրինակ ինչն է իրանց մոտ տպավորվում Հայաստանի մասին։ Բացի այն, որ մենք ձեր ասած զբոսաշրջիկներից հարցումներ ենք անում, դրա մասին հիմա կպատասխանեմ, մենք նաև ֆամ տուրեր ենք իրականացնում, այսինքն հրավիրում ենք travel blogger-ների, food blogger-ների, influencer-ների իրենց ոլորտում ազդեցությունը, որոնց մարդիկ հետևում են։ Ֆրանսիայից ենք ունեցել, Ռուսաստանից ենք ունեցել, հիմա էլի ենք անգամ Չինաստանից առաջի անգամ բլոգերներ ենք հրավիրել եւ այո սովորական զբոսաշրջիկների հետ էլ ունենք աշխատանք, մենք Travel Insight կայք կա, որը զբոսաշրջության կոմիտեին է հիմա արդեն դառնում, այդ կայքը մենք ենք սկսելու սպասարկել, անցած տարի հարցումներ էր արել սահմանային անցակետերում, օրինակ զբոսաշրջիկը քանի օր է մնացել, ուր է գնացել եւ ինչ դժվարությունների է հանդիպել։ Նաեւ, այո, դա էլ է կարևոր։ Մենք բավականին մեծ քանակի նամակներ ենք ստանում, բողոքներ ընդհանուր մինչև ոստիկանություն եւ քրեական գործերի, մենք ուղարկում ենք դատախազություն նման դեպքերը, վերլուծությունը շատ կարևոր է, 21-րդ դարը հիմնված է big data-ի վրա, եթե դու տեղեկացված չես, ուրեմն դու անզեն ես միանշանակ այդ վերլուծությունները, նաեւ դրա հիման վրա մենք անում ենք մեր թիրախային գովազդը այդ երկրներում։ Եթե հասկանում ենք հիմա այս տարի հասկանում ենք, որ Չինաստանից, արաբական երկրներից աճ է գրանցվել, այսինքն իր ավտոմատ մեր գովազդների մի մասը, վճարովի գովազդների գնում են այդ երկրներում, որովհետև եթե հետաքրքրությունը կա ինքնստինքյան, իսկ ինչու դա չխթանել։ Դե իհարկե։ Այս սկզբունքը կիրառում ենք, սակայն ուզում եմ ասել, որ օրինակ մեր հարևան Վրաստանը
շատ լավ փորձառնություն ունի, վերջերս իրանք հրավիրել էին շատ հայտնի ֆուդ բլոգերի, որը մեկ շաբաթ ապրել էր, անգլիացի եւ վրացական խոհանոցի իր մոտեցումներ ցուցաբերել, բայց որի գումարը, հրավերի գումարը իմ բյուջեի գումարից մենակ այդ բլոգերն 1.5 անգամ ավել էր։ Մենք այստեղ թերևս ունենք աշխատանք անելու եւ միգուցե նոր ռազմավարություն ընդունելուց հետո կարողանանք կառավարության եւ ֆինանսների նախարարությանը համոզել ավելի մեծ ֆինանսավորման։ Ես կարծում եմ, որ արդյունավետ լինի, ես համոզված եմ, ինչքան հետևում եմ ձեր աշխատանքին, համոզված եմ, որ արդյունավետ է լինելու այն ամեն ինչ, որ կատարվում է զբոսաշրջության զարգացման եւ ծավալման հետ կապված, երբ որ կա արդյունք, ուզում ես դա ավելի խթանես, ավելի նպաստես, որ այդ արդյունքը զարգացնի, ու ես հավատում եմ, որ կառավարությունը շատ ուշադիր կլինի դրան, որտեղ զբոսաշրջությունից շատ բան է կախված։ Այս վերջերս համերգներ Ջենիֆեր Լոպեսի ու ինչքան մարդեր եկե եւ ռեստորաններում էին շատ մարդիկ եւ հյուրանոցներն, այսինքն այդ ամեն ինչը միանգամից սենց իրար հետևից ամեն բիզնեսին դոմինոյի էֆեկտով գնում է։ Լավ, քանի որ մեր ոլորտը, այնտեղ որտեղ ես եմ աշխատում, ռեստորանային բիզնեսը, հասարակական սննդի այդ ոլորտը սերտորեն կապված է զբոսաշրջության հետ եւ իրականում շատ զբոսաշրջիկների նաեւ հետաքրքրում է թե ինչ ուտելիքներ կան, ուզում եմ հասկանամ ինչով է կոմիտեն ինչ է անում որ ռեստորաններում, որովհետեւ իրականում ռեստորանների սերվիզի մակարդակը, ուտելի սնունդի մակարդակը նաեւ շատ ուղիղ կապ ունի գոհունակության, չէ, զբոսաշրջիկի գոհունակության հետ։ Օրինակ կոմիտեն ինչ է անում, որ այդ ամեն ինչը բարձրացնի, ինչ կամ եթե չեք անում, ինչ եք անելու, էլ ուզում եմ իմանալ։ Տարեսկզբին մենք բոլոր սկզբից հոթելերների հետ, հետո ռեստորատորների հետ ես հանդիպեցի եւ ծանոթացա եւ կարծում եմ երկու ոլորտում էլ հյուրընկալության եւ հյուրասիրության ոլորտում մեծ անելիք ունենք։ Նախ խնդիրներ ունենք մարզերում։ Եթե Երևանում իրականում որակը շատ բարձր է, սպասարկման հաշվի առնելով երևի բանը կոնկուրենցիան կամ այո, մրցակցությունը, այո, եւ պահանջարկը մարզերում մի փոքր թերացում ունենք սպասարկման ոլորտում, մատուցման ոլորտում, այս մասով մենք մեր ուժերով մեր փոքր բյուջեով փորձեցինք այս տարի դասընթացներ անենք եւ հյուրանոցների, մասնավորապես փոքր հյուրատների հետ մարքեթինգի եւ հյուրասիրության ոլորտի դասընթաց ենք անցկացնում, հենց հիմա հաջորդը Կոտայքի մարզում է, այո։ Այս մասով երկրորդ կարևոր խնդիրը, որ ես բարձրացրի ռեստորատորների հետ հանդիպման, քանի որ մեր թիրախային շուկաները փոխվում են, մեր զբոսաշրջիկների 40%-ը ռուսներն են, Ռուսաստանի Դաշնությունից, բայց հիմա մենք նկատում ենք աճ եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, օրինակ արաբական շուկայի հետ, եւ իրենց համար շատ կարևոր է այդ հալալ սննդի առկայությունը։ Եվ ռեստորատորների հետ հանդիպման ժամանակ ես խնդրեցի ով հնարավորություն ունի մենյուում մեկ սյունյակով գոնե ունենալ այդ հալալ սննդի սյունյակը։ Բայց ընդ մի քանի բարդություններ կա, որ խոհանոցը պետք է առանձնացված լինի, հա, ինչ որ նորմատիվներ կա, որը որ երևի պետք է լինեն մարդիկ, որոնք ասեն ոնց։ Մեր գործընկեր դեսպանություններից մեկի հետ, ծոցի երկրների բանակցում ենք այս թեմայով, ընդհանուր երկրի համար ստանալ հալալի սերտիֆիկատը, իհարկե դա թանկարժեք այսպես սերտիֆիկատ է, բայց սա այսպես ասած կանաչ ծիճկանը, որ մենք կստանանք եւ երկրի ռեստորանային բիզնեսի համար շատ դրական ազդեցություն կունենա, որովհետեւ արաբական երկրներից ժամանող մեր գործընկերները կամ զբոսաշրջիկները միգուցե չեն էլ օգտվում ամեն անգամ այդ հալալ սննդից եւ փորձում են տեղական փորձառնություններ, բայց սա իրենց համար շատ կարեւոր է նաեւ ունենալ այդպիսին։ Եվ նաեւ ինչու՞ չէ հիմա նոր զարգացող թիրախային ուղղություններն են Չինաստանը եւ Հնդկաստանը եւ բոլոր այն տուրօպերատորները, որոնց հետ մենք շփվում ենք, խոսում ենք, նաեւ Թբիլիսիում հանդիպում ունեցա, իրենք ինձ խնդրում են ունենալ լավ չինական եւ լավ հնդկական ռեստորաններ,
քանզի ասում են իրենք սիրում են առաջին օրը կարող է ուտեն ձեր տեղական սնունդը, երկրորդ օրը եթե իրանք չուտեն այն ինչին իրենք սովորեն, սա իրենց մոտ բացասական։ Բայց ես ասեմ, չինական ու հնդկական խոհանոցը, որը որ իրանք են օգտվում, ընդհանրապես կապ չունի այն ինչ որ մեր մոտա կամ Ռուսաստանում կամ տարբեր երկրներում, որտեվ իրանց սնունդը էապես տարբերվում է այն ամեն ինչից, ինչ որ աշխարհում ներկայացնում են, այսինքն չինական ուտելիքը հենց այն ինչ որ չինացին է ուտում, դա չգիտեմ, ամեն մարդ չի կարող ուտի, նույնը հնդկականը։ Հա։ Տենց շատ հետաքրքիր բան ունի, էլի, տարբերություն ունի։ Ես կիսում եմ այդ կարծիքը, որովհետև Չինաստանում ինքս էլ փորձել եմ իրենց չինականը, հա, այդ նույն հայտնի սագի կամ բադի, այդ չինական բադի, այդ լրիվ ուրիշ համունի ինչ որ ստեղ, բայց այնուամենայնիվ պահանջը կա եւ իրենք ձգտում են եւ տուրօպերատորներն մեզ խորհուրդ են տալիս պատրաստվել, եթե մենք ուզում ենք, որ ունենանք շատ զբոսաշրջիկ այդ երկրներից։ Մենք հայերս կարծում եմ շատ արագաշարժ ենք, հենց դրա կարիքներն է, մենք շատ արագ արձագանքում մեր բիզնեսը։ Լուսնեն ջան, այ կասեք մի բան էլի, որ դուք նշեցիք, որ հիմա հիմնական թիրախը վերցրել եք աշխարհը, այլ ոչ թե Հայաստանը, այ գովազդում եք նաև ամբողջ աշխարհում։ Իսկ ինչ գործիքական կարելի է օգտագործել, որպեսզի նաև Հայաստանի ներքին туриզմը զարգանա, որտեղ ես տեսնում եմ, որ անկախ ամեն ինչից հայերս սիրում ենք դուրսը զբոսաշրջել, քանց Հայաստանում, իսկ Հայաստանում հաստատ կան շատ լավ տեղեր, շատ լավ վայրեր, որտեղ կարելի է հանգստանալ, որտեղ կարելի է զբոսնել, զբոսաշրջությամբ զբաղվել, այ ինչն է խանգարում, որ ներքին туриզմը ավելի զարգացնենք։ Ոչ մի բան չի խանգարում, բացի թանկերներից իհարկե։ Վիճակագրության կոմիտեի տվյալների նախորդ տարի 3 միլիոն մարդ Հայաստանում զբաղվել են ներքին զբոսաշրջությամբ եւ հիմա մենք նկատում ենք տենդենսը ավելանում է ամեն տարի եւ դրան նպաստում է նաեւ իրադարձային туриզմը, օրինակ հիմա անում ենք փառատոներ, այս շաբաթ իմիջիալոց Արենի գինու փառատոնն է, ես ձեզ հրավիրում եմ զբոսաշրջության կոմիտեն 15 փառատոնի աջակցել այս տարի եւ մարդիկ, որոնք օրինակ Շիրակի մարզից են Գյումրիից, երբեք չեն եղել Սյունիքում կամ Վայոց ձորում, այ հենց իրադարձության համար գալիս են Վայոց ձոր։ Օրեր առաջ հանդիպում էր մարզային մեր գործընկերների հետ, Երևանի քաղաքապետարանը գրքի տոնը անցկացրել էր Կապանում եւ Կապանի հյուրանոցները ասեցին 100% զբաղվածություն են ունեցել, այսինքն մարդիկ գրքի տոնի հետ կապված գնացել են Կապան։ Այսինքն կա իրականում գործիքներ կա, պետք է անդադ օգտագործել։ Մենք անընդհատ անում ենք, հայ իրանական փառատոնը արեցինք Սյունիքում, հայ վրացականը արեցինք Տավուշում, օրեր առաջ Իջևանն էր, Իջևանի գինու գործարանում, դուք չեք պատկերացնի, Իջևանում ես ինքս մնալու տեղ չէի կարողանում գտնել, իսկապես, որովհետև ամբողջությամբ Դիլիջանը ու Իջևանը ամբողջությամբ զբաղված են, որովհետև այդ իտալացի երգիչներ են եկել Սանրեմո փառատոնից երգեր են երգում։ Սա եւ շատ կարևոր մի հանգամանք, որ հենց ինձ վրա է ազդել, դա COVID-17 համավարակն էր 19 կներեք, որովհետև երբ որ այդ 2 տարին սահմանները փակվեցին, օրինակ ես ինձ համար Սևանում բացահայտեցի ծովային սպորտաձևերը։ Ես ինքս իմ ընտանիքով շրջել ենք երևի ամբողջ Հայաստանով եւ դնես տեղեր եմ բացահայտել, որ Եվ մենք այս տարի մի հատ էլ հետաքրքիր բան մտածեցինք կոմիտեում, կրթության գիտության նախարարությանը խնդրեցինք, որպեսզի 10 մարզերից երեխաները գրեն շարադրություններ իրենց գյուղի, իրենց քաղաքի թաքնված վայրերի մասին, եւ հիմա մենք նկարել ենք արդեն 8 հոլովակ, որտեղ ինֆորմացիա եք հավաքում, այլ դատամասը։ Հա, այնպիսի թաքնված վայրերի մասին խոսեցինք, Լեջան գյուղի ջրվեժի մասին, Ապարանի թաքնված փոքրիկ լճի մասին, այսպիսի վայրեր բացահայտեցինք, որ միայն տեղացի երեխաները գիտեն, Տիգրանակերտի դիտակետը իմացանք ինչ է եւ այլն, եւ այդ տեսահոլովակները երեխաների, որոնք ցուցադրվում են Հայաստանում եւ գովազդվում են միայն Հայաստանում, 100 հազարավոր դիտումներ ունեն
եւ վերջերս ամերիկյան դեսպանության ընդունելության ժամանակ ինձ միջազգային մեր գործընկերներից մեկը ասեց մենք հետևում ենք հաջորդը որ մարզն է դուրս գալու որ մենք գնանք այդ վայրը այսինքն ինքը իր անուղակի ազդեցությունը ունենում է զբոսաշրջության վրա ինչի համար իհարկե մենք շատ ուրախ ենք Դե դուք էլ գիտեք դա ամբողջ աշխարհում է որ զբոսաշրջությունն էլ ունի սեզոնայնություն այո որովհետև ես ինչքան որ շփվում եմ մարզերի, ռեստորանների, հյուրանոցների, սեփականատերերի, տնօրենների հետ ամբողջ մեծ խնդիր է որ ամառային այդ շրջանում շատ ակտիվ է, բայց հետո շատ пассив է ու շատերը չեն կարողանում իրանց տենց ամենօրյա ծախսերը հոգան։ Այ ինչ կարելի է այդ ուղղությամբ էլ նաև մտածել, որպեսզի ոչ սեզոնին, չեմ ասում, պարզա որ ոչ սեզոն չի կարա գա հավասարվի սեզոնին, բայց ինչ որ ակտիվություն եւս լինի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց տնտեսությունը ոնց որ կազմակերպեն, այդ ծախսերը հոգան եւ պատրաստվեն ոնց որ նոր սեզոնին։ Իմ խորին համոզմամբ դրա լուծումը մայիս զբոսաշրջությունն է կամ ինչպես ասում են գործարար համաժողովները, ֆորումները, սպորտային իրադարձությունները, այսինքն դրսից ինչ որ դելեգացիաներ։ Այո, օրինակ հաջորդ տարի մենք ակնկալում ենք մայիսին Եվրոպայի քաղաքական գագաթնաժողովը հյուրընկալել կոնկուրս մունդիալ Բրյուսել մունդիալն ենք գինու մեծ համաժողով որտեղ միայն 400 սոմելի է գալու եւ 10000 շիշ գինի են փորձելու մարզահամերգային համալիրում եւ իհարկե տարեվերջին հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների այդ հատվածում վերջում կլինի COP17 մակ համաժողովը որտեղ 10,000-ից ավել մարդ է գալու ակնկալվում է մինչև 17000 սա նոյեմբեր ամսին որը համարվում է ցածր սեզոնայնությամբ եւ հյուրանոցների եւ ռեստորանների համար շատ լավ հնարավորություն է ամբողջությամբ լցնել հյուրանոցները հույս կա ոչ միայն հույս կա աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ եւ նաեւ ինչու՞ չէ մենք ունենք շատ լավ համերգային դահլիճներ որտեղ կարող ենք անցկացնել օրինակ իմ նպատակն է Coldplay-ը վերել Հայաստան արդեն նայել ենք մինչև 27 թիվը իրենք զբաղված են բայց ինչու՞ չէ 27 թիվը 27 թվին կարող ենք հրավիրել այ օրինակ կնչեք 5 ուտեստ որը որ դուք մտածում եք որ պետք է ասոցացվի Հայաստանի հետ գոնե ասեք ես պատրաստվեի 5 ուտեստ ինչ որ ձեր մտքին գալիս է որ դուք հենց ինքներդ ասոցացնում եք Հայաստանի հետ առաջինը որի մասնաչիլ քննարկվում դա մեր խորովածն է աշխարհի ոչ մի երկրում խորովածը չունի այն համը ինչը ունի Հայաստանում եւ վերջերս կոմիտեի էջով մենք մի հատ շատ փոքրիկ ռիլ ենք հրապարակել որտեղ ցեղանի դրված է խորոված եւ քյաբաբ եւ այդ ռիլը ունեցել է համարյա կես միլիոն դիտում համարյա 600,000 է հասնում արդեն այդ դիտումները ես հասկանում եմ որ մենք եւ մարդիկ սիրում են այդ ուտելիքը առաջինը այս խորովածն է չէ որ ինչու դուրսը չեն կարողանում պատրաստեն այդ խորովածը ինչ որ ըստեղա պատրաստում չգիտեմ ինչի՞ց է դա հետաքրքիր է հայկական խոհարարի ձեռքերից է խոհարարի ձեռքերից է ում ինձ թվում է նույնն է չէ հա ինձ թվում է հիմա մի հատ պատմություն պատմեմ ես Վրաստանում լավ ընկերներ ունեմ վրացի մի տարի տենց իմ ընկերներով ընտանիքով գնացել ենք այդ մեր ընկերոջ տուն իմ ծնունդը նշելու ու իրակինը շատ համով շատ լավ է պատրաստում խոհարարը տենց կնոջ հետ տես պայմանավորել ենք որ մի օր բատլ ենք անելու ես ասի խորոված եմ պատրաստելու իրականում խորովածը պատրաստել էի նենց ոնց որ ստեղ կուտես ու շատ համով էր եւ այդ էր պատճառը որ հասկացանք որ հարցը միսը չի այլ հարցը իր պատրաստման միգուցե ձևն է չգիտեմ երևի գենետիկորեն տենց եկել է երկրորդը ինձ համար սպասն է
որպես հետաքրքիր, ես մի շրջան Բուլղարիայում եմ ապրել, իրենք էլ ունեն նման մի ուտեստ, կոչվում է տարատոր։ Այո, շատ ճիշտ գիտեք, սառը ավիճատ մեր ակրոշկային նման, հա, եւ ուրիշ ազգեր էլ ունեն թանի հետ կապված հույները ունեն իրենց եւ այլն, բայց մեր սպասը յուրահատուկ է հենց ցորենով եփված եւ մեր ազգայինն է եւ շատ հաճախ զբոսաշրջիկներ ուղակի շատ են զարմանում այդ ուտեստից, թե այո, ինչ հետաքրքիր է ցորենով եւ այլն։ Պասուս տոլման, որ էլի յուրահատուկ է մեր խոհանոցում, տոլմա շատ ազգերի մոտ կա, էլի նույն բուլղարները, թուրքերը, հույները, այդ բալկանների ունեն այդ եւ այլն, բայց պասուս տոլման, որը մենք ենք պատրաստում այդ ընդեղենով, ինքը յուրահատուկ է։ Չորրորդ տեղում ես կդնեմ ղափաման, որպես կիսաքաղցր եւ Օրինակ ղափաման ինձ թվում է կարելի է ես օրինակ Չինարում այտենց փորձ ունենք, իրականում վերցնում ենք ինչ-որ ավանդական ուտեստը ու ավելի ժամանակակից ենք ուզում սարքենք, փորձել ենք իրան նույն ոչ թե ընդեղենով քաղցր անենք, հա, ոնց որ ինքը դիսերտային է, չէ՞, ստացվում էր ղափաման, այլ ղափամայի այդ դդումի մեջ պատրաստել ինչ որ, չգիտեմ, լավ գարի մսով, ինչ որ հետաքրքիր բան ու իրականում շատ հետաքրքիր է ստացվել։ Դե կարող ենք այո, կարող ենք զարգացնել եւ վերջին տեղում ես պետք է անպայման դեսերտային մի բան դնեմ։ Ես գաթան, մեր գաթան դա յուրահատուկ է։ Ոչ, ասենք փախլավան տարբեր ազգեր ունեն, բակլավա, թուրքերն էլ, բուլղարներն էլ տարբեր հույները անգամ ունեն, բայց գաթան մեր ու մենք գիտենք, որ գաթան մածունով, գաթան ուրիշ հետը, դա անգամ մրգերով մատուցում ենք, ֆանտաստիկ էֆեկտ ունի եւ ինքը հենց հայկական է գաթան թոներից, գաթան, չգիտեմ, ջեռոցից, սա կարծում եմ շատ հետաքրքիր է եւ գաթայի տեսակները նաեւ մենք պետք է զարգացնենք։ Ինչ է ուզում ասել, մենք ունենք 10 մարզերի հանրագիտարան, որ անում ենք պարոն Մամուլյանի հետ, ինքը գնում է տվյալ մարզում, շրջում է, խոսում է հետները, արդեն դե գիտեք ինքը մեծ փորձառնություն ունի եւ շատ ենք կարեւորում այդ աուտենտիկ տեղական խոհանոցի պահպանումը, որովհետեւ գնում ես Գորիս, ակնկալում ես որ պիտի ուտես Գորիսի լոբիով ինչ որ ճաշ, խմես տեղական թթի օղի, բայց քեզ մատուցում են ինչ որ կա կասկադում։ Հա, եւ դու ուղղակի ասում ես ստեյք ենք ուտում, հա, ասում ես իսկ ճավի թթու ինչ որ այսպիսի բան։ Իմիջիալից այդ առումով շատ ուժեղ դիրքերում է Գյումրին։ Իրենք պահպանել են իրենց պաներխաշը, քյալան, չգիտեմ, այտենց հատուկ իրենց գյումրվա ձևերով մատուցում, այո, թաթար բորանի, այդպես են ասում, հա, եւ իրենք հաղթում են խոհանոցով, մյուս մարզերին կարող եմ ասել, եւ մենք խնդիր ենք դրել այդ 10 հանրագիտարանները, որոնք արդեն կան տպվել են եւ շրջանառել ամեն մարզի ռեստորանը գոնե իր մենյուում բացի են որ ունի եվրոպական, չգիտեմ, կովկասյան խոհանոցին հատուկ եւ այլն եւ նաեւ դուք որպես ռեստորատոր շատ եկեք մեր հայկական բրենդը ունենանք։ Ես շատ նախանձում եմ օրինակ Մոսկվայում կա խինկալն է, անդադ կա խաչապուրն է, ինձ այդ վրացական շաշլիշն է, հայկական չկա։ Եկեք հայկական ռեստորանի բրենդն էլ ամբողջ աշխարհում զարգացնենք։ Ես ճիշտն ասած այդ մասով տենց շատ իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ դա իմ համար ոնց որ եւ նպատակը եւ միսիա է հայկական խոհանոցի զարգացումը ամբողջ աշխարհում։ Ես իմ տեսլականը ունեմ զարգացնելու, դա չի նշանակում, որ ամեն մարդ կարա իր տեսլականն ունենա, բայց ես կարծում եմ, որ մենք Հայաստանը պետք է ներկայացնենք աշխարհին ավելի բարձրակարգ սպասարկում, բարձրակարգ ռեստորանային բանով, այսինքն մեր ռազմավարությանը հարում է ձեր միտքը, այսինքն fine dining ասածը, հա, եթե մենք Հայաստանով մենք մտնենք այդ խորովածի քյաբաբի մեջ, ես կարծում եմ մենք այդտեղ կպարտվենք այն մարդկանց, որոնք հազարավոր տարիներ այդ ամեն ինչի մեջ են, այսինքն դրանք արաբներն են, թուրքերն են եւ մնացած բան։ Եթե մենք դիրքավորվենք աշխարհին որպես բարձրակարգ ռեստորան, բարձրակարգ խոհանոց, մենք կարծում եմ մենք կհաղթենք։ Հիմա այդ ուղղությամբ աշխատում եմ
Կարծում եմ շատ մոտորերս դրա մասին կհայտարարեմ։ Իսկ քանի որ մենք Հայաստանը sense ավանդապաշտ երկիր է, ավանդույթները շատ տենց գերակշռող, կան հին ավանդույթներ, կան նոր ավանդույթներ, այ ոնց եք տեսնում, օրինակ զբոսաշրջիկության համար հետագայում ինչ ավանդույթներ կա, որ պետք է մնա ու լավ կլինի, որ իրանց ավելի զարգացնենք եւ ցույց տանք, եւ ինչ ավանդույթներ կա, այդ ավանդույթը կարող մեր բնավորությունն լինի, մեր մեջի ինչ որ ոճն լինի հայերի, եւ ինչ ավանդույթներ կա, որ պետքա բացառել։ Վերջերս մենք աշխատում ենք կոմիտեում մի երիտասարդ զույգի հետ, որոնք զարգացնում են Սյունիքում մեր ավանդական հարսանիքը 7 օր 7 գիշեր ավանդական հարսանիքի այդ սկզբունքը եւ մենք Հայաստանը նաեւ մեր մոտակա պլաններում դուք դա կտեսնեք Հայաստանը որպես wedding destination զարգացնել որտեղ մարդիկ կարող են գալ նշելու իրենց սպիտակ հարսանիքը, այսինքն եվրոպական ավանդական եւ նաեւ տրադիցիոն ավանդական հարսանիքը հայկական շորերով եւ ասեմ դες անգլիացի զույգ ունենք, որը եկել է եւ 7 օր 7 գիշեր նշել է իր հայկական հարսանիքը այ ավանդական են որ մի օր հաց են թխում, մի օր կենթանին են բերում մորթում, մի օր չգիտեմ շատ հետաքրքիր է եւ հենց իրենք ուզում են Սյունիքում արդեն տարածք ընտրել են ստեղծել հարսանեկան գյուղ ինչպես Իտալիայում գիտեք կա այդ քաղաքը որտեղ գնում են մարդիկ ամուսնանում են այդ հարսանեկի ավանդույթը շատ գեղեցիկ ավանդույթ է, որը նման չէ եվրոպական այդ հարսանիքին եւ անել այո հարսանիքը որպես հայկական ավանդական մի հատ ծիսակարգ եւ դա մեծ գումարներ է բերում գիտեք մենք ունեցանք 400 հոգանոց հնդկական հարսանիք որը անցած տարի Դվինում տեղի ունեցավ 4 օր էր տևում 4 օր եւ հիմա այդ ընկերությունը ով որ իրենց հրավիրել էր մենք իրենց հետ բանակցում ենք որ էլի բերեն Հայաստան հնդկական հարսանիքներ Ես մի հատ յուրահատուկ բան եմ լսել որ մասնավոր իհարկե արտասահմանից գալիս են մարդիկ մի օր իրանք ոնց որ չոբան են աշխատում այսինքն իրանք չոբանի հետ գնում են իրանց տուն ապրում են այդ տունը ուտում են հետո չոբանի հետ մյուս օրը գնում են հանդ արածացնում են, հետո գառը մորթում են, ու տենց ավանդական ինչ-որ 3 օր է, տենց բան կա, հա? Տավուշում այդպիսի զբոսաշրջային պրոդուկտ կա, կոչվում է 1 օր գյուղացու կյանքով։ Դուք իրականում գնում եք, ապրում եք գյուղացու տանը։ Մեր երեխեքները տանենք էլի։ Իմանան հավն ինչա կողմ։ Կատակը մի կողմ ես էլ եմ առաջին անգամ տենց կենթանին մոտիկից չափահասությունից հետո եմ տեսել իրականում թե կովը ոնց է գոմում ապրում, հավը ոնց է ձուացում եւ հա այս ուրբանիզացիայի 21-րդ դարում զբոսաշրջիկը իմիջիայլոց UN туриզմի վիճակագրություն կա, որ ասում է, որ զբոսաշրջիկը հոգնել է մեծ քաղաքներից։ Եվ այո, ձգտում են գյուղական զբոսաշրջության, էկո զբոսաշրջության, ուզում են գնան այդպիսի վայրերում կտրվեն ու փորձեն տեղական սնունդը, որը իմիջիայլոց Հայաստանում մենք ունենք վայրեր, որ իրականում պահպանվել է։ Չգիտեմ, դա լավ է թե չէ, որ մեր տնտեսությունը մեծ գործարաններ, մեծ հանքավայրեր եւ այլն չի ունեցել եւ չունի դեռ եւ պահպանել ենք բնության կուսական գեղեցկությունը եւ մաքրությունը։ Եվ այո, 1 օր գյուղացու կյանքով զբոսաշրջային պրոդուկտ կա, այն Տավուշում է եւ ինչու՞ չէ շատ հետաքրքիր զբոսաշրջային ուղղություններ կա օրինակ շատ զարգանում է եւ մեզ մոտ սկսել է նոր զարգանալ սաղմնային փուլում է բնադիտումը բնության դիտում մարդիկ օրինակ կա թռչնադիտում մարդիկ նստում են եւ ժամերով նայում են թռչուններին իրենց բնական ապրելու տարածքում։ Ես Հայաստանից դուրս չեմ գնալ։ Միայն Հայաստանից։ Սևանի մեր արգելոցում մարդիկ զբոսաշրջիկներ Մեծ Բրիտանիայից գալիս են եւ իրենց բնական վիճակում նստում եւ նայում են թռչուններին։ Մենք ունենք մեծ մի հատ գիրք հրապարակած, որ ես նվիրել եմ իմիջիայլոց UN туриզմի նախագահին, որտեղ հարյուրավոր թռչուններ կան ֆանտաստիկ գեղեցկությամբ, որի մասին մենք ընդհանրապես չգիտենք։ Եվ արենիում զարգանում է քարայծերի եւ արջերի դիտման այդ
փորձառնությունը։ Ամեն դեպքում ուրեմն Հայաստանում պետքա բոլորին նաև դրա մասին տեղեկացնել։ Իրականում հիմա բաները լսում որ իմ համար նորություն է։ Հա, բնադիտումը նոր ուղղություն է, մեզ համար նոր ուղղություն, ամբողջ աշխարհում այն կա։ Եվ այո, զբոսաշրջիկը բացի եկեղեցիներից ու ռեստորաններից, մենք ունենք այդ հնարավորությունները, եղնիկներին կարող են գնալ տավուշում նայել եւ այլն, այսինքն ուղղակի տուր օպերատորները մի քիչ պետքա դիվերսիֆիկացնեն զբոսաշրջային պրոդուկտը։ Իրանցը պետքա կրթել կարծում։ Հա, մենք իրենց հետ էլ աշխատանք ունենք անելու, որ տուրի մեջ բացի խորվիրապից, գառնի գեղարդից եւ, չգիտեմ, բանի ռեստորաններից ներառեն այդպիսի պրոդուկտներ էլ։ Դե ռեստորանը սենց էլ գալու են։ Հա։ Հաշվի առնելով իրանց բնական պահանջները, բայց այո, երբ որ ուղղությունները տարբերն է, ամեն մարդ իր ուղղություն օգտվելու եւ իր ժամանակը անցկացնելու գտնի իր հետաքրքրությունը։ Ես ձեզ ասեմ ավելին, մեր երկրի յուրահատկությունը նրանում է, որ մենք փոքր ենք եւ մարդը, որը գալիս է օրինակ բժշկական զբոսաշրջության, ասենք ատամներն են սարքում, քիթն է վիրահատել կամ մազերը տեղադրել, չգիտեմ, տարբեր էսթետիկ պլաստիկ միջամտություններ կան, ընդհուպ մինչեւ վիրահատական միջամտություն, բայց տեղանքի առումով ամեն ինչ այնքան մոտ է, որ չգիտեմ, դու կարող ես ցերեկը գնալ Սևանում ճաշել, երեկոյան գալ ֆիլհարմոնիայում համերգի մասնակցել, հələ մի բան էլ եթե շատ էներգիա ունես, գիշերը night life մինչև գիշերը 2-ը որևէ ակումբում ժամանակ անցկացնես։ Սա շատ ունիկալ է զբոսաշրջային պրոդուկտի առումով, որովհետև մեծ երկրներում, ասենք Միացյալ Նահանգներում, եթե դու գնում ես Լաս Վեգաս, ուրեմն դու գնացել ես Լաս Վեգաս կամ չգիտեմ, նույն Դուբայում էլի ամեն ինչը մի փոքր իրարից հեռու է, մեզ մոտ մի ժամվա հեռավորության վրա դու կարող ես գինեգործարան գնալ, ինչը օրինակ եվրոպական երկրների համար բավականին երկար ժամանակատար է։ Այս առանձնահատկությունները մեզ դարձնում են շատ յուրահատուկ որպես զբոսաշրջային ուղղություն։ Ուղղակի այս բոլոր իդեաները, որ հիմա ես ունեմ եւ սենց եռում են իմ գլխում, մենք ինչով կարանք դες օգնենք կոմիտեին ինչով կարանք այս զբոսաշրջան, որտեղ իրականում այս ոլորտը շատ փոխկապակցված է զբոսաշրջության զարգացման, այսինքն ոլորտի ուժը զբոսաշրջությունը եթե ավելի զարգանա ու շատ լավ լինի, ես հուսով եմ որ տենց լինելու է, համոզված եմ, որտեղ տեսնելով այն ինչ որ դուք եք անում, հաստատ դա տալու է իր պտուղները։ Ես կարծում եմ բոլոր ռեստորատորները եւ բոլոր ատելյերները պատրաստ են աջակցելու ինչ որ հարցերում, որպեսզի նաև մենք ինչ որ օգտակար լինենք եւ օգուտ տանք զբոսաշրջության զարգացման։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ասել շնորհակալություն, որովհետեւ այս տարի իսկապես մենք զգացել ենք այդ աջակցությունը, ունեցել ենք բարձրաստիճան հյուրեր եւ հյուրանոցներն են հյուրընկալել եւ ռեստորաններն են հյուրասիրել եւ նաեւ տարբեր ծառայությունները, որի համար խնդրել ենք կամ անգամ չենք խնդրել, մեզ աջակցել են։ Զբոսաշրջության կոմիտեի բյուջեն իրականում փոքր է, բայց այդ աջակցությունը մասնավորի կողմից ես կարծում եմ պետական մարմինը պետք է աշխատի, որ մասնավորը լավ աշխատի։ Այս սկզբունքով եւ հիմա ես տեսնում եմ, որ երբ որ մասնավորն էլ է տեսնում այս մոտեցումը, մասնավորն է պատրաստ է իր աջակցությունը բերի պետությանը, որ ծրագրերը իրականանան, այնպես որ մենք էլ ենք բաց, էլի որ ասում ես, չկա էլի, ասենք երկկողմանի պետք է շահագրգռվածությունը, որպեսզի արդյունք ստանա։ Մենք էլ ենք բաց, էկոնոմիկայի նախարարություն նախարարը հենց հիմա գալիս եմ էլի այդպիսի մասնավորի հետ հանդիպումից, ինձ հանձնարարականներ ատվել ամեն ինչով աջակցել, եթե դուք էլ միությունները, ասոցիացիաները ունեն առաջարկներ, որ միգուցե մենք չենք տեսնում ու հաստատ չենք տեսնում, որովհետև այդ խնդիրները դուք գիտեք ներսից, մենք էլ ենք պատրաստ մեր մասով կառավարության բոլոր դռները թակենք, որ այդ հարցերը լուծվեն։ Անպայման։ Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնեմ հետաքրքիր զրույցի ու շատ հետաքրքիր ինֆորմացիայի համար, որ իրականում Հայաստանի մասին շատ բաներ բացահայտեցի այսօր եւ հուսամ, որ այս ամեն ինչը կլինի կարծում եմ բոլորը կարևոր չի թե որ ոլորտում ես աշխատում, բայց բոլորը պետք է աջակցեն որ զբոսաշրջությունը սկսած տաքսիստներից
որովհետև ամեն ինչը ազդում է զբոսաշրջության զարգացմանը, բոլորս պետք է հասկանանք, որ սա մեր երկիրն է, սա մեր հողն ու ջուրն է եւ երկրի զարգացումը բոլորից է կախված։ Այդ ժամանակ, երբ որ ամեն մեկս ինչ-որ փոքրիկ լումա քո հնարավորության չափով ներդնես այդ ամեն ինչը, դա անպայման չի ֆինանսական լինի, դա կարող լինի տարբեր ձևերով։ Ես համոզված եմ, որ մենք մեծ արդյունքների կհասնենք։ Հենց որ այսօր տաղավարում Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահն էր, շնորհակալ եմ Լուսինե ջան հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք, ինձ էլ շատ հետաքրքիր։